Եթերում 02-ի հերթական թողարկումն է, բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել. Հասարակական անվտանգության նոր երաշխավորը ոստիկանության գվարդիան նոյեմբերի 1-ից կգործի որպես լիարժեք կառույց։ Խոցելի խմբերի հետ արդյունավետ հաղորդակցությունն ուշադրության կենտրոնում, պարեկների հաղորդակցման հմտությունների կատարելագործմանն ուղղված հանդիպումները շարունակվում են։ Կներդրվի բարեվարկության ռիսկերի գնահատման գործիք, ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները վերապատրաստվել են։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենին, քննարկվել են աղետների ռիսկի կառավարման, փրկարարծառայության բարեփոխման և բնակչության պատրաստվածության բարձրացմանն ուղղված հարցեր։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն եւ ներկայացուցիչ Լեյլա Մելիուհին։ Նախարար Սարգսյանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է նրան եւ հույս հայտնել, որ նրա նշանակումը համագործակցության ընդլայնման խթան կհանդիսանա, ընդգրկելով նոր ուղղություններ։ Կարևորելով գրասենյակի հետ աղետների ռիսկի կառավարման ոլորտում ձևավորված արդյունավետ գործընկերությունը, Արփինե Սարգսյանը մատնանշել է համատեղ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։ Նախարարը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը, 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը եւ սահմանված գերակայությունները։ Գրասենյակի տնօրենը ներկայացրել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հնգամյա ռազմավարությունը, կարևորելով պարենային անվտանգության ապահովման եւ աղետներին դիմակայելու կարողությունների ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Քննարկվել են նաեւ փրկարարծառայության վերափոխման տեսլականի, ծառայողների կարողությունների զարգացման, ներքին գործերի նախարարության պետական ռեզերվների գրասենյակի գործառույթներին առնչվող հարցեր։ Կարևորվել է հանրային իրազեկումների միջոցով բնակչության պատրաստվածության համակարգի բարձրացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում ընդգծվել է կրթական բաղադրիչի շրջանում դպրոցներում իրականացվող աշխատանքների եւ երիտասարդների պատրաստվածության կարևորությունը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի պատվիրակությանը։ Քննարկվել են ոստիկանության, միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտների բարեփոխումները, ինչպես նաեւ հանցավորության եւ ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով թվային գործիքների կիրառման հարցեր։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Կլաուս Բեքի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին, Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել ձևավորված ինտենսիվ եւ արդյունավետ համագործակցությունը որպես գործընկերային կարևոր հիմք ոլորտային բարեփոխումների առաջխաղացման համար։ Արմեն Ղազարյանը անդրադառնալով ոստիկանության եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին ընդգծել է դրանց կարևորությունը հանցավորության կանխարգելման, օտարերկրացիների նկատմամբ խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև օրակարգային այլ խնդիրների արդյունավետ լուծման տեսանկյունից։ Միգրացիոն ոլորտի բարեփոխումներին անդրադառնալով փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանը վերջին տարիներին մշակել է համապարփակ ռազմավարություն, որը ընդգրկում է միգրացիայի կառավարման ոլորտի հարցերը։ Փոխնախարարը խոսել է նաև ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների բարեփոխումների, օրենսդրական նախաձեռնությունների եւ համագործակցության ընդլայնման մասին։ Անդրադառնալով թվային գործիքների կիրառման անհրաժեշտությանը նա նշել է, որ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա նախատեսվում է համատեղ մշակած թվային լուծումների, այդ թվում ընտանեկան բռնության կանխարգելմանը միտված գործիքների ամբողջական ինտեգրումը ներքին գործերի նախարարության առօրյա աշխատանքային պրակտիկայում, մասնավորապես համայնքային ոստիկանության գործունեության շրջանակում։ Անդրադարձ է կատարվել նաև SafeU հավելվածի գործառնությանն առնչվող հարցերին։ Հավելվածը բազմաֆունկցիոնալ հարթակ է միտված ընտանեկան բռնության ենթարկված անձանց անվտանգությունն ապահովելուն, բռնության կանխարգելման մեխանիզմների ուժեղացմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը։ Կլաուս Բեքը բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության համակարգմամբ իրականացվող աշխատանքներն ու այդ նախաձեռնությունները համակարգային ու կայուն դարձնելու ուղղությամբ ներդրված ջանքերը։ Կարևորելով ծրագրերի համապարփակ իրականացումն ու մշտապես նոր գաղափարների ներդրումը, նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։ Քննարկվել են նաև ներքին գործերի նախարարության եւ ենթակա ծառայությունների աշխատակիցների կարողությունների ու հմտությունների զարգացմանը միտված վերապատրաստումների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել արդյունավետ համագործակցությունը։ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է կատարելագործել մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը, այդ ուղղությամբ մեկնարկել է բարեվարկության ռիսկերի գնահատման գործիքի ներդրման պիլոտային ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ։
Ներքին գործերի նախարարությունը շարունակաբար լավարկում է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը, բարձրացնելով աշխատանքի արդյունավետության մակարդակը։ Այդ նպատակին է միտված ներքին գործերի նախարարության բարեվարկության ռիսկերի գնահատման գործիքի ներդրման պիլոտային ծրագիրը, որը ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։ Պիլոտային ծրագրի մեկնարկից առաջ հոկտեմբերի 15-ից 16-ը ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները վերապատրաստվել են։ Վերապատրաստման մասնակիցները ծանոթացել են ներքին գործերի նախարարությունում եւ ոստիկանության ծառայությունում բարեվարկության ռիսկերի ներքին գնահատման մեթոդաբանությանն ու գործիքակազմին։ Ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանն իր խոսքում նշել է, որ ներքին գործերի նախարարությունը կարևորում է կադրերի բարեվարկությունը։ Նա վստահեցրել է, որ վերապատրաստման դասընթացը պատասխանատու ստորաբաժանումների անձնակազմերին հնարավորություն կտա զարգացնել բարեվարկության ռիսկերի գնահատման ուղղությամբ կարողություններն ու հմտությունները։ Սա շատ կարևոր է, որովհետեւ դա նախարարությանը տալու է մի գործիք, որը հետագայում նախարարության անձնակազմը արդեն իրենք կարողանան իրենց ուժերով իրականացնել բարեվարկության ռիսկերի գնահատում։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետները 2 օրերի ընթացքում ներկայացրել են բարեվարկության ռիսկերի գնահատման մեթոդաբանության թիրախները, կոռուպցիոն ռիսկերի գնահատման, տեսական ու գործնական հիմքերը, ռիսկերի կառավարման շրջանակն ու գնահատման փուլերը։ Մասնակիցները ծանոթացել են բարեվարկության ռիսկերի գնահատման միջազգային փորձին, ռիսկերին արձագանքելու, մշտադիտարկման, վերանայման, հաշվետվողականության եւ զեկուցման մեխանիզմներին։ Հիմնականում շեշտը դրված է կարողությունների զարգացման վրա, որպեսզի ՆԳՆ եւ ոստիկանության ծառայության աշխատակիցները կարողանան հետագայում այս ձեռք բերված գիտելիքների հիմքով շարունակականություն ապահովեն եւ կարողանան այս գործիքակազմերը ներդնեն իրենց ամենօրյա աշխատանքի մեջ։ Այս գործիքակազմը հենց բարեվարկության համակարգում առկա ռիսկերի կառավարման նպատակով ներդրվող է, որպեսզի կարողանանք ռիսկերը կանխարգելել, կառավարել եւ չեզոքացնել։ Մասնակիցները գործնական վարժանքի միջոցով ռիսկերի վերհանում են իրականացրել, ներկայացնելով իրենց մոտեցումներն ու առաջարկությունները։ Վերապատրաստման ուղղված այս ծրագիրը կարծում եմ բավականին արդյունավետ կլինի մեր համակարգի ծառայողների, հատկապես ովքեր որ վերահսկողական գործառույթներ են իրականացնում այդ ծառայողների աշխատանքի կազմակերպման համար, հատկապես որ ռիսկերի գնահատման գործընթացը կարևորվում է մեր վարչության կողմից։ Դասընթացի ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում, ամփոփվել են արդյունքները, վերհանվել խնդիրներն ու լուծման ուղիները։ Սեպտեմբերի 1-ից ավելի քան 300 քաղաքացի ավտոմեքենայի սեփականության փոխանցումն իրականացրել է առցանց։ Նոր համակարգը հնարավորություն է տալիս մեքենայի գնման, վաճառքի եւ գրանցման գործընթացն ավարտել ընդամենը մի քանի րոպեում, առանց հաշվառման բաժին այցելելու։ Մի քանի րոպե, մի քանի գործողություն եւ գործարքը պատրաստ է։ Սեպտեմբերի 1-ից մինչ օրս շուրջ 300 քաղաքացի ավտոմեքենայի սեփականության փոխանցում իրականացրել է առցանց karmia.gov.am հարթակի միջոցով։ Նոր հարթակի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն ունեն տրանսպորտային միջոցի ձեռքբերման, վաճառքի ու գրանցման գործընթացն իրականացնել ընդամենը մի քանի րոպեում, առանց հաշվառման քննական բաժին այցելելու ցանկացած վայրից, ցանկացած ժամի, հնարավորինս պարզեցված։ Հարթակի մասին իմացել եմ պատահաբար, որ արդեն հնարավոր է on-line տարբերակով իրականացնել առք ու վաճառք նվիրատվություն եւ նմանատիպ ծառայություններ։ Եթե զբաղվածությունը աշխատանքային բերումով բավականին ծանրաբեռնված է եւ եթե ֆիզիկապես դու դժվարանում ես ժամ գտնել եւ գնալ հասնել, հերթերի մեջ կանգնել, միանշանակ շատ հարմար տարբերակ է։ Բավականին հարմար տարբերակ է, մենք sense ասած փոխանակում ենք կատարել, 2 գործարք է եղել նորից մեքենա վաճառելուց հաստատ on-line տարբերակով ստանամ։ Իմ համար այդ մաքսիմալ հարմար տարբերակ էր։ Ոգևորիչ էր, որ շատ արագ տվեց մեքենայի սեփականատերը արագ լրացեց իր տվյալները, ես QR կոդը սկանավորեցի ու 2 րոպե է տևել ընդհանրապես որ վճարումը կատարել եմ ու փաստացի email-ի ստացել եմ արդեն պայմանագիրը, որ մեքենան հանդիսանում է իմ սեփականությունը։ Նոր եմ իմացել եւ փորձեցի ու շատ հարմար էր մատչելի։ Ժամանակի խնայողության համար այո խորհուրդ կտամ, որովհետեւ շատ արագ ստացվեց։ Ժամանակի կորուստ չեք ունենում, համար շատ թեժ է ծրագիրը աշխատում։ Այն որ ցանկացած ժամի ինքը լինում է օգտագործել իրան ծրագիրը, ու ժամի էլ լինի, որ ժամի էլ լինի։ Մեքենայի նվիրատվության գործարք են կատարել, ու ես նվիրատվություն ստացողն էի, որպեսզի չմոտենայինք
հաշվառման կենտրոն, որոշեցինք ու ուսումնասիրեցինք ոստիկանության կայքը ու տեսանք, որ նոր գործիք է այնտեղ ներդրվել, որ հնարավոր է Հայաստանում գրանցված մեքենան արդեն առանց մեկնելու կենտրոն on-line տարբերակով անվանակոչություն կատարել։ Ավտոմեքենայի սեփականության իրավունքը փոխանցելու համար անհրաժեշտ է վաճառելու դեպքում նախ գնորդի հետ համաձայնեցնել վաճառքի գինը, իսկ նվիրատվության դեպքում վճարել ավտոմեքենայի հաշվառման գործողությունների տուրքը։ Շատ գոհ եմ, շատ արագ եւ առանց ավելորդ քաշքշուկների ստացվեց գործարքը, իհարկե խոսք կտամ այլ քաղաքացիների նույնպես։ Ես ինքս ներկայումս պատրաստում եմ կրկին գործարք կատարել առողջարքի ու պատրաստում եմ, եթե հնարավոր լինի այլ կողմի հետ, ելի նույն ձևով կատարել գործարքը։ Հարմար էր, ինտուիտիվ էր, 2 րոպեում առողջարքը արվում է արագ ու վերջին ոչ մի բարդություն չեմ տեսել։ Միանգամից մի քանի հարց է լուծում հարթակը, հերթագրում ժամանակի կորուս, գույքահարկի հետ կապված տեղեկանքի խնդիրը նույնպես լուծվում է, որովհետև հարթակով միանգամից այդ գումարը արտացոլվում է, վճարում ենք on-line, մոտավորապես 2.5-ից 3 ժամ գոնե, մինիմում այդքան ծախսում ենք, ես խնայեցի իմ ժամանակից։ Գոհ ենք մնացել, խորհուրդ կտանք, շատ հեշտ է, շատ արդյունավետ է, էլ չես այցելում ՀՔԲ գրասենյակներ, շատ լավ լուծում է ու գերազանց գործարվ է։ Միանշանակ խորհուրդ կտամ համ ժամանակ խնայեն, համ ռեսուրսներ, իդեպ վճարներն է, եթե համարս չես փոխում, դրա համար չես վճարում, շատ հարմար է, միանշանակ խորհուրդ կտամ։ Հարթակի այդ մասին ումից որ մեքենան գնել եմ, ինքն էր ասեց, որ եթե էլեկտրոնային ստորագրություն ունեք դուք, մենք կարող ենք on-line գործարքը կատարել։ Տեղում արեցինք գործարքը։ Իրականում հարթակի աշխատանքը շատ պարզ է, շատ մատչելի է, իրականում արժի օգտվել հարթակից։ Հարթակը իդեալական աշխատում է, իրականում ավելի պարզ է, քան սովորական գործարքը ՀՔԲ-ում։ Հարթակը լայն արձագանք է ստացել նաև սոցիալական ցանցերում։ Քաղաքացիները կիսվել են իրենց տպավորություններով։ Ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ ավտոմեքենայի առուվաճառք իրականացնելիս գնորդը պետք է ունենա վարորդական իրավունքի վկայական։ Վաճառվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա միայն հերթական կամ ցանկալի պետհամարանիշ։ Հիշեցում, եւ գնորդը, եւ վաճառողը պետք է անցնեն խիստ նույնականացում ԵՍՄ համակարգի միջոցով անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար։ Նոյեմբերի 1-ից կգործարկվի ոստիկանության գվարդիան, ոստիկանության 4 հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։ Նոր կառույցը կոչված է ամրապնդելու երկրի ներքին անվտանգության համակարգը, կիրառելով հասցեական եւ ժամանակակից գործիքակազմ։ Նոյեմբերի 1-ից կգործարկվի ոստիկանության գվարդիան, ոստիկանության 4 հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։ Այն նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը առավել հասցեական եւ թիրախային գործիքակազմի միջոցով։ Ավարտական փուլում է ոստիկանության գվարդիայի կառուցվածքային մոդելը, հստակեցված է գվարդիայի գործառույթների շրջանակը։ Այն կգործի որպես լիարժեք կառույց, չլինելով ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։ Ոստիկանության գվարդիայի հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաեւ հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման աջակցելը եւ քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը։ Այս փուլում ակտիվորեն ընթանում է գվարդիայի ծառայողների վերապատրաստման գործընթացը։ Ոստիկանության գվարդիայի ձևավորման առաջին անգամ ուժի մեջ է մտնելու ուժային միջոցների միջազգայինորեն ընդունված ստանդարտները։ Առանց համապատասխան հատուկ պատրաստության գվարդիայի ծառայողը իրավունք չի ունենա կիրառել ուժային միջոցներ։ Գվարդիայի ստորաբաժանումների կառուցվածքի մշակումը, նյութատեխնիկական բազայի ձեռքբերումը վերջնական փուլում են։ Ծառայողները կունենան նաև գործառույթների իրականացմանը համապատասխանեցված համազգեստ։ Միջազգային ստանդարտներին համապատասխան սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության գվարդիային կվերապահվի հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգության ապահովումը։ Խոցելի խմբերի հետ շփման առանձնահատկություններին եւ հաղորդակցման հմտություններին նվիրված քննարկում է անցկացվել ներքին գործերի նախարարության կրթահամալիրում։ Բարեկային ծառայողները հանդիպել են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանին։ Որոնք
Ցանկ են խոցելի խմբերի հետ շփման առանձնահատկությունները, ինչպես արձագանքել տարբեր վարքագծային դրսևորումներին, ինչ սկզբունքներով առաջնորդվել։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ հոկտեմբերի 22-ին ներքին գործերի նախարարության կրթահամալիրում բարեկային ծառայողները ակտիվ քննարկում ունեցան մարդու իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Դավիթ Թումասյանի հետ։ Հաղորդակցման հմտությունների կատարելագործման ուղղված հերթական ոչ ֆորմալ հանդիպումը բարեկային ծառայողներին հնարավորություն տվեց ծանոթանալու հուզականության կառավարման մեթոդներին, սթրեսին դիմակայելու մոտեցումներին, ինչպես նաև կիսվել կոնֆլիկտային իրավիճակների կառավարման փորձով։ Բարձրացված հարցերի մեծամասնությունը վերաբերվում էր ոստիկանության ծառայող եւ քաղաքացի շփումներին, մասնավորապես երբ որ խոսքը գնում է խոցելի տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ դա իրականացնելու, ներառյալ երեխաների, ընտանեկան բռնության ենթարկված անձանց, կանանց, օտարերկրյա քաղաքացիներին։ Բոլոր այս հարցերի շրջանակներում կարևորվում է հենց մարդակենտրոն մոտեցումը, իսկ երեխաների դեպքում նաեւ երեխայակենտրոն մոտեցումը, որը որ պետք է լինի անկյունակարային մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար։ Պարեկները քաղաքացիների հետ արդյունավետ հաղորդակցության տեսանկյունից կարևորեցին ճիշտ հարցադրումների տեխնիկան։ Անդրադարձ կատարվեց նաև տուժողների հետ շփման առանձնահատկություններին, կոնկրետ իրավիճակներում պարեկների գործողություններին ու անհատական մոտեցումներին։ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ տարբեր մասնագետների ներգրավմամբ նման ձևաչափով հանդիպումները շարունակվում են։ Անցած շաբաթվա քրեական նորություններն ամփոփել ենք մեկ տեսաշարում։ Հոկտեմբերի 10-ին ժամը 4:40-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը շտաբ մեկնել էր Քեռու փողոց։ Պարզեցին, որ ժամը 4:20-ի սահմաններում անհայտ անձինք ոստիկանության համազգեստով եւ դիմակներով մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, որտեղ զենքի սպառնալիքով կապկպել են այդտեղ գտնվող անձանցից ոմանց եւ նրանցից հափշտակել գումար ու բջջային հեռախոսներ, որից հետո դիմել են փախուստի։ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության հատկանիշներով։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները դեպքի վայրին հարակից տարածքում հայտնաբերեցին բջջային 4 հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, դիմակներ ու ձեռնոցներ։ Ենթադրեցինք, որ հանցանք կատարած անձինք փախուստի ճանապարհին դիտավորությամբ նետել են դիմակները եւ ձեռնոցները, իսկ հափշտակված հեռախոսների մի մասը եւ նրանց մոտ արկա զենքը իրենց կամքից անկախ հանգամանքներում վայր են գցել, քանի որ հեռանալու ճանապարհը անցնում էր կտրուկ վայրեջքով։ Օպերատիվ հետախուզական հետագա միջոցառումները ձեռնարկվեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ։ Պարզվեց, որ ավազակությունը կատարած 9 տղամարդկանցից մեկը Մայրաքաղաքի Ֆրիկի փողոցի բնակիչ է 41 տարեկան, իսկ մյուսները օտարերկրացիներ։ Հետագա համատեղ միջոցառման շնորհիվ հոկտեմբերի 10-ի երեկոյան երևանցին հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Հաջորդ օրն առավոտյան ձերբակալվեցին նաև 38-ամյա հասակակից օտարերկրացիներ։ Հանցանք կատարած մյուս անձանց հայտնաբերելու նպատակով համագործակցեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ, ինչի արդյունքում հոկտեմբերի 11-ին 6:30-ի սահմաններում հանցանք կատարած անձանցից 4-ը հայտնաբերվեցին Մեղրիի անցակետում, ինչպես նաև դեռևս շարունակում են միջոցառումները հանցանք կատարած մյուս 2 անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին, նրանց խոզարկությամբ հայտնաբերվել են գողոն հանդիսացող իրեր, պլանշետներ, բջջային հեռախոսներ եւ գումար։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հոկտեմբերի 18-ին ժամը 10-ի սահմաններում Մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում Մայրաքաղաքի պարեկները նկատել են BMW Մագնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը ըստ օպերատիվ տեղեկության զբաղվում էր տեղադրելու միջոցով թմրանյութի իրացմամբ։ Սահմանված կարգով պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ու դիմել է փախուստի։ Արցախի պողոտայում BMW-ն ինքնավթարի է ենթարկվել։ Վարորդը դուրս է եկել մեքենայից, իր մոտ եղած պայուսակը նետել մոտակա այգին ու փորձել փախչել, սակայն դա էլ չի հաջողվել։ Վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է
համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին։ Պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի Լուսակոն գյուղի բնակիչ է, 26 տարեկան։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը քրեական վարույթի շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Երիտասարդի նետած պայուսակում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 35 փաթեթ, ընդհանուր մոտ 57 գրամ քաշով։ Պայուսակում կար նաև 3 փամփուշտով լիցքավորված ատրճանակ ու եւս 7 փամփուշտ պահունակի գրպանիկում։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Հոկտեմբերի 17-ի գիշերը Արմավիրի մարզի պարեկները Փարաքար գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են Dodge Magnich-ի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահում նկատել են հրազենի նմանվող առարկա։ Էջմիածնի բնակիչ 23-ամյա վարորդն ու նրա համակարգացի 31-ամյա ուղևորը ներկայացվել են համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ուղևորի խոզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 18-ին խոզարկություն է կատարվել Dodge Magnich-ի ավտոմեքենայում։ Հայտնաբերվել է ջնջված համարով Մակարով տեսակի մարտական ատրճանակ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության հիմնական առաքելությունը հասարակության հետ բաց եւ վստահելի կապի ամրապնդումն է։ Այդ համագործակցությունն օգնում է կանխել իրավախախտումները, ընտանեկան բռնության դեպքերը եւ պաշտպանել անչափահասներին։ Արտաշատի համայնքային ոստիկան Արգիշտի Բարբարյանը պատմում է իր աշխատանքի առանձնահատկությունների, մարդկանց հետ ամենօրյա շփումների եւ համայնքին ծառայելու պատրաստակամության մասին։ Ոստիկանությունում ծառայում եմ արդեն 16 տարի, որոշումը եղել է ընտանիքի անդամների հետ քննարկման արդյունքում, իսկ համայնքային ոստիկանությունը ընտրել եմ, քանի որ ծառայության գրեթե բոլոր տարիներին աշխատել եմ, ծառայել եմ անչափահասների գործերով եւ ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքում, իսկ համայնքային ոստիկանության ձևավորմամբ տվյալ ստորաբաժանումը եւս ներառվեց համայնքային ոստիկանության կազմում։ Այսօր նախաձեռնել ենք հանդիպում Արտաշատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի բարձր դասարանի աշակերտների հետ։ Թեման անչափահասներին հանցավոր եւ այլ հակահասարակական արարքներից զերծ պահելն է։ Բարև ձեզ երեխաներ։ Անչափահասների հետ հանդիպումների ընթացքում հիմնականում խոսում ենք իրենց իրավունքների, իրազեկվածության բարձրացմանը վերաբերող թեմաներից, տարբեր այլ իրավական թեմաներից, ինչու չէ նաև ընտանեկան բռնությունից, անչափահասի նկատմամբ բռնությունից, անչափահասների հանցավորությունից։ Անչափահասների հետ շփումներում մենք գործ ունենք դեռևս լիովին չձևավորված անհատականության հետ, հոգեհուզական զգայուն վիճակում գտնվող երեխայի հետ եւ շեշտը դնում ենք այն հանգամանքի վրա, որ սկզբում կարողանանք կայուն կոնտակտ ձևավորել անչափահասի հետ վստահության մթնոլորտ, որպեսզի անչափահասը իրեն հուզող հարցերի եւ խնդիրների մասին մեզ ազնիվորեն եւ ամբողջությամբ առանց որևէ դետալ թաքցնելու պատմի։ Իմ կարծիքով համայնքային ոստիկանը առաջնահերթ պետք է ունենա պատասխանատվության բարձր զգացում ցանկացած խնդրի դեպքում, ճկունություն պետք է դրսևորի, հատկապես բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի ընթացքում պետք է ունենա բավարար կարողություն նրանց ապրումակցելու, նրանց խնդիրները հասկանալու եւ խնդիրներին լուծում տալու համար։ Ընտանեկան բռնության աշխատանքների ոլորտում ունենք դեպքերի աճ, սակայն դրանք մեծամասամբ պայմանավորված չեն դեպքերի աճով, ըստ վիճակագրության դրանք հիմնականում դիմելիության արդյունքում են ավելացել,
եւ քաղաքացիներ իրենք են դիմում եւ շահագրգիռ կառույցներ են մեզ դիմում, իրավապաշտպան կառույցներ են մեզ դիմում, սակայն որպես կանոն ընտանեկան բռնության դեպքերը իրականում դեպքերը չեն ավելանում, այլ արձանագրված դեպքերն են ավելանում։ Ատեստավորման պրոցեսի ներդրումը ոստիկանության համակարգում շարունակական դրական ազդեցություն է ունենում։ Ես ինքս ատեստավորման առաջին փուլի մասնակից եմ, հաղթահարել եմ ատեստավորման քննությունները, որի արդյունքում եւ կյանքի որակը եւ սոցիալական երաշխիքները ավելի բարելավվել են, ինչի արդյունքում հնարավոր է ավելի ժամանակ տրամադրել աշխատանքին, չմտածել մյուս սոցիալական խնդիրների մասին, խորհուրդ կտամ համալրել համայնքային ոստիկանության շարքերը, ինչու՞ չէ կանգնել նաև համայնքի կողքին, բնակչության կողքին, պետության կողքին։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ, ցտեսություն։